Մեծամտությունը սկսվել է ավելի քան 30 տարի առաջ, երբ ինքը դեռևս դպրոցի տնօրեն էր, հետո Հայաստանում առաջին կրթարամատերի տնօրեն, որ ինքն էր ստեղծել, հետո սկսեց զբաղվել գրական գործունեությամբ և մեր հարաբերություններն ավելի սերտացան։ 69 տարեկան Դավիթ Աթաբեկյանը և ՀԿ-ի ստեղծման, Մաշտոց ՀԿ-ի ստեղծման 30-ամյակը նկատավ։ Օրը ամսի 12-ը պատահական օր չի, այդ օրը նաև թարգմանչահաս տոնն է։ Մենք լավ գիտենք, լավ ենք հասկանում և Դավիթ Աթաբեկյանը շատ խորությամբ էր ընդունում դա, որ թարգմանչահաս տոնը դա հայ ժողովրդի մեծագույն տոներից մեկն է։ Չլինեին 4-5-րդ դարիներ թարգմանիչները, այսօր չենք ունենա մեր գրականությունը, արվեստը, մշակույթը։ Մեծածավալ ու շռայլ շտեմարը, մտքի, խոսքի, գրի, ապրած կյանքի, վաստակի, ծերուններ կրթած ու ճանապարհ տված։ Ահա այսպիսին են Մաշտոցն ու նրա խմբագրապետը, խմբագրակազմը։ Այս դիպուկ գնահատանքով է կանոնավորին ավարտում իր երախտագիտության խոսք, որի տակ իրենց ստորագրությունն այսօր կարծում եմ սիրով կդնեն բազմաթիվ թե երիտասարդ, թե մեծահասակ արվեստագետներ։ Հիմա Գագիկի մասին ասեմ։ Ուրեմն զանգահարեց, մի անգամից ասեմ, Թերեզա Գանդի, խնդրում եմ գիրքս խմբագրի, ասի Գագիկ ջան ժամանակ չունեմ, այ Թերեզա Գանդի, հալամաշխարը չիմանավոր կոտամոժնով անցելագիրքս, կոտամոժնով անցելագիրքս, ասի լավ, Գագիկ ջան, ուղարկեց և հիմա ես ձեզ ներկայացնում եմ, ինչ է գրել դրա մասին և ես, համավարակի օրորին գրառնված դեռևս անտիկ դպրոց փաստավավերագրական վեպը անցավ Թերեզա Շավերդյանի հայոց լեզվի մաքսատնով։ Վեպը ջերմաչափվել և թեստավորվել է բացարձակ առողջ է։ Ջանիբեկ Ղուկասյանը վեպի հեղինակին հորդորում է, որ մինչև տպագրության հանձնելը գիրքը հայոց լեզվի մաքսատնով էլ անցկացնի։ Հարկավոր է համոզել Մաշտոց հանդեսի գիտական խմբագիր Թերեզա Շավերդյանին անտիպ վեպը կարդալ և իր կարծիքն ասել։ Գագիկ Աթաբեկյանը և ես ինքն է գրել, իր խոսքն է։ Երկար մտածելուց հետո հանդգնում է խնդրանքով դիմել Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսորին։ Բանասիրական գիտնյուրի դոկտոր Թերեզա Շավերդյանը ֆիզիկոս խմբագրապետի թախանձագին խնդրանքը անկարող է լինում մերժել և ստվարածավալ անտիպ վեպը ընթերցելուց հետո հեղինակին հասցեագրում է ստացած տպավորությունը։ Հիմա իմ տպավորությունը, ինչ եմ գրել իրեն։ Կարդացի դպրոցդ ու չեմ կարողանում վերնագիր դնել գրածես, քանզի այն ոչ թե փաստավավերագրական վեպ է, այլ ինձ համար ռենտգենյան ճառագայթներով բացահայտում քո ներաշխարհի, ապրած ու երբեմն չստացված, չհասկացված կյանքի, անձնական ու հասարակական հարվածների, դրանց հաղթահարման ծանր մակարոնների, երբեմն հանրավի պարտության մատնվելու և ի վերուս տրված ժլատ հաղթանակներից մասին։ Գագիկ ջան, այդ երբ ձեռք բերեցին այդ թամփայուն գիտելիքներ, իրավական աշխարհում իրավաբաններին, փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին դաս տալու, ինչպես դիմակայեցիր այդ փորձություններին ու երբեք չընկճվեցիր անիրավ իրավաբանների մեղադրական եզրակացություններից ու դատավճիռներից և վերնախավ պետական մտածողությունից հեռու բացարկություններից։ Կարդում եմ կրթության ու դաստիարակությանը վերաբերող քո դիտարկումները, բացահայտումը, արդի դպրոցի հիմնախնդիրների, ուսուցչի և այս սերնդի փոխհարաբերությունների, կրթության որակի բարձրացման ու կատարելագործման ուղիների վերաբերյալ ու ափսոսում, թե տասնամյակներ շարունակ դպրոց ինչքան բան է կորցրել առանց քեզ։ Երանի չէր նման կարգի մտահոգություններ ու լուծումներ տեսած, լսած, կարդացած լինեի,
մեր նորորյա մի շարք տնօրենների գործելավոճում։ Քո գիրքը մեր հանրապետության մեջ վերջին մի քանի տասնամյակներում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարտացի պատումներն ու օբյեկտիվ վերլուծությունն է։ Քո հերոսները գերազանցապես ինձ ծանոթ մտավորականներ են, գրողներ, լրագրողներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ։ Ինչպես ես կարողացել ընդգրկել բոլորին ու պատշաճի արժևորել, ես ասեմ հատկապես քո խոսքի մշակույթով, քո մակդիրների, դասվածների, փոխաբերությունների, անթերի, հումորով ու տոկի գործակցությամբ։ Դու կետադրական նշանները, հատկապես առոգանության և տրոհության, այնպեսի համոզմունքով ես գործածում, որ երբեմն մտածում եմ, ես եմ ճիշտ թե դու։ Որովհետև քո գրի մեջ անտրամաբանական բան չկա։ Կանաչ ճանապարհ գրքիդ, Հրիսա Սա տպագրվեց, ես նրա նման բարի մարդ չեմ տեսել, այդքան հարվածներին, այդքան վիրավորանքին, ես նրա բերանից որևէ մեկի հասցին մի վիրավորական խոսք չլսեցի, որտեղ էր այդքան մեծությունը, այդքան մեծ սիրտը, ինչքան գնում էր հումորով, հավեսով, որներ զորմրտան, հիմա ես այստեղ մի պատմածք եմ, ես կյանքումս գրած չկամ ասել եմ, մենակ ես երկու խոսքով ասեմ, ինչ եմ գրել, որ ինքը հավանել ու անմիջապես տվել, սա մեր գյուղի մի կնոջ մասին է խոսքը, որ ես 5 տարեկանում եմ ականատես է եղել այս դեպքի, եկա պատմեցի, ասած Թերեզա Գանդի վեր գրի, ուրեմն չի մասն է, այդ կինը կատարածու էր, որ գյուղում չհարկին էր, մի տեսակ բացնում էինք բոլորս, 5 տարեկան էի, դրանց դրանը խաղում էինք, մեկ էլ միկին մտավ այդ կնոջ սուրճ, գրել են, գյուղացի երեխայի պանդերեսությամբ ես էլ մտավ, հետ են չէի մտնում, ինչ գործուն է դեպ կանանց է, պասեն արան կճվեցին դաս մտավ, մեկ այդ տանը հատակը ուղակի ոչ հատբանում էր, ոչ հատակ չուներ, բարձուներ, հողացար, և ծիծաղելյոն այդ աղքատության մեծ միակ շիպաներ կա, իսկ այն ժամանակ ես 50 բան եմ ասում, որ ես 5 տարեկան էի, ոչ մի բան չկար, այդ կինն ասաց, հասմիկ ջան, ես շիպաներ կնես ինչ ես արել, ինչի դա պետք որ առել ես, ասաց գիրես ինչ եմ առել ու բացեց, շիպաներքի մեջ ընդհամենը մի կախիչ կար և հայրնական պատրաստում զոհված ամուսնու շինելը, ասում ես սրա համար եմ առել, պատկերացնում եք 5 տարի կոպեկ փող է հավաքել, որպեսզի շիպաներ կառնի, որ պատերազմ զոհված ամուսնու շինելը կախի, և ամենակարևորը ինչ ասում, այո, հատկապես Լոռու մարզում ոչ մի գրքի շնորհանդես չի կայանում առանց Թերեզա Շահվելյանի, ինչպես պատարագն առանց քահանայի։ Որապես աստված եմ ձեր այս գեղեցիկ և օրինակելի արարքի համար, Ազգեն ամենայն հայոց կաթողիկոսի հիշատակը քաղցր է և անմահ։ Գնահատում եմ ձեր նվիրյալ ջանքերը դպրոցը պահելու համար բարգավաճ վիճակում և որպեսզի Մաշտոցի կտակը մնա սուրբ բոլոր աշակերտների համար։ Բյուր օշնություններով Մայրաթոր Սուրբ Էջմիածնից 26-րդ ամիս 1999 թվական Գարեգին կաթողիկոս ամենայն հայոց։ Սենց ձեռագիր կամ սա վերջինն է եղել կամ նախավերջինը, մեկ էլ այսպիսի ձեռագիր այդ իրակյանքի վերջին պահերին ինքը Գագիկ Աթաբեկյանին ա տվել, մեկ էլ Ազգեն Սարգսյանին։ Ես չեմ հատիպել այդ տպագրվածը, վատառող ժամանակ։ Ափսոս, որ խանգարողներ շատ եղան, ափսոս նման նվիրյալները դպրոցի շատ դեպքել, այդքան նպատակասլաց, այդքան բարի արժեք իմացող, կանչում էր, պիտի գրեր, մինչև բարը իր տեղը կշիռը չունենար, միտքը նախադասություն չէր դառնում, պետք է անպայման համոզված լիներ դրա իսկական են նյուանսների մեջ անգամ, որ դա պիտի այդ միտքը այդ բառով արտահայտվի։ Մի խոսքով հրաշալի մարդ, լավ ընկեր և մեծ մանկավար, սա անկեղծ եմ ասում, որովհետև միշտ թիմի կողքին է։ Ուզում եմ ուղղակի մի խոսքով ասել պարոն Աթաբեկյան, ընջեք խաղաղությամբ, որովհետև ձեր գերագույն նպատակներից
արդեն կատարման ճանապարհին է կրթահամալիրի դպրոցը վերադառնում է իր իսկական տերերին։ Ճիշտ ասած, ինձ համար շատ դժվար է խոսել մի մարդու մասին, որի հետ շատ երկար ճանապարհ ենք գնացել, եւ իր լավ օրերի եւ վատ օրերի մասին մեծ հուշեր կան, որովհետեւ այդ հուշերը բոլորը ես ֆիքսել եմ։ Մենք բոլորս հիշում ենք իրան, մի կա ժամանակ, որ իր հանգարանը բացվի, բոլորիս լուսանկարները կնվիրվի։ Չեմ կարող մեծ խոստումներ տալ իմ ու Մարիամի անունից, Էդիկի անունից, Մաշտոցի թերի մնացած հոդվածները, անավարտել վերջի գիրքը, որտեղ կազմարարի մոտ պիտի տանենք, մենք դա իրականացնենք, որքան կկարողանանք վար կպահենք նրա ապրող հիշատակը գործի մեջ, մեր ուժերի ներածի չափով, իհարկե Գագիկի արածի 10%-ին էլ գուցե չկարողանանք հասնել, բայց երբ նա զգա, որ մենք մի կողմ չենք դրել ու փակել Մաշտոց հասկացությունը երկրի ու մեր քաղաքի համար, շատ ավելի երկնային դրախտում երջանիկ կլինի եւ նրա բարի օրհնանքը գիտեմ, որ պիտի բոլորինս լինի։ Շնորհակալ եմ ձեր արժանապատիվ վերաբերմունքի համար։ Այսպես նայում եմ ու ուզում եմ ամեն մեկիդ ասել, թե ինչ բարի ու գիտեք ինչ, մաքուր զտայուն խոսակցություն ենք ունեցել հատիկ ձեր մասին։ 20 եւ ավելի տարիներ չեմ լսել, որ մեկին ատի, մեկին քննադատի, վատ բան տեսնի անգամ մոխրագույնի մեջ, լուսավոր, պայծառատես, կամեցող, Գագիկ ջան, հավատավոր, քեզ ամենուր փնտրում ենք, ամեն տեղ չկաս։ Ողջունում եմ բոլորին, նայում եմ այսպես, հայրիկիս ամենահարազատներն են ամենահարազատները։ Ես համոզված եմ այս պահին, նրա հոգին փառավորված է իշխան, ինձ այս պահին տեսնում եմ ես, լսում եմ ես և հայնում այս հորդոքսերը և ջերմությունը ապարտանում է, որ ինքն այլի այսօր բոլորիս էստեղ հավաքել։ Փառավոր ու փառավորվում է դրանից։ Ես իրա մասին դեռ չեմ կարողանում խոսել։ Իվան, որ ասել չեմ հավատում, ես իրան այդպես, ես դեռ չեմ կարողանում, նա ինձ համար միշտ հետալուն է եղել ուժեղ անհատականության, բարձր, ուժեղ, վեհ անհատականության, անսահման բարության և մեր ներկայիս կյանքում իմ կարծիքով անգամ անթույլատրելի չափերի հասնող ազնվության։ Գերազնիվ, ես ինձ իսկապես բախտավոր եմ համարում, ոչ միայն իմ երակներում է հոսում Աթաբեկյանի հայրենը, այլ բնության հրաշագործ օրենքի ուժով, որ կոչվում է գենետիկա, իմ որդիների մեջ ինքը շարունակվեց։ Առավելապես 3-ից 1-ի մեջ Գագիկ պապի շատ մեծ չափաբաժին կա։ Անունը չեմ ուզում տամ, հուսով եմ դուք ինքներդ հետո դա կտեսնեք։ Շատ մեծ չափաբաժին կա Գագիկ պապի։ Միջնենք Շատ չեմ կարող խոսել։ Ուղղակի մեկիկ բոլորի շնորհակալ եմ այսօրը կայացնելու, կազմակերպելու, այսքան սերուցություն, ահ երկինք ուղղելու, ինքն այս բոլորը ստանում է, հուսով եմ կխաղաղվի հոգին։ Ապրեզման եմ, ապրես,
Շատ լավ է խոսած։ Քանի